Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը ներկայացավ 160-րդ հոբելյանական թատերաշրջանի առաջնախաղով, ներկայացնելով Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, թատրոնի գեղարվեստական խորհրդատու Նիկոլայ Ծատուրյանի բեմադրած 3 անունով մի աղջիկ ներկայացումը։ 1, 2, 3 եւ փոքրը ոնց որ սպիտակ փոքր չլինի։ Ես անընդհատ պետք է ստեղծագործեմ, նույնիսկ եթե մի 5 տարի էլ ապրեմ, այդ 5 տարին էլ ստեղծագործեմ։ Թատրոնը 160 տարեկան է, իսկ վարպետը 80։ Ծատուրյանը հոբելյանական երեկոյի փոխարեն նախընտրել էր խոսել իր սիրելի լեզվով, բեմի լեզվով։ Մենք ուզեցինք հոբելյանական երեկո անենք եւ ինքը իրեն բնորոշ մի շատ կարեւոր բան ասեց ինձ պետք չի հոբելյանական երեկո։ Ես ուզում եմ ներկայացում բեմադրել։ Անահիտ Աղասարյանի պիեսը Ծատուրյանը բեմադրել էր դեռևս 33 տարի առաջ մետրո թատրոնում։ 3 հեղինակների գործեր են այստեղ զետեղված, բայց բավականաչափ փոխած եւ այնպես է փոխած, որ արդեն նրանցից միայն մի քանի բաներ են մնում։ Եթե այն ժամանակ նա պատմում էր չվհատվելու եւ գալիք լավ օրերին հավատալու մասին, ապա այսօր նույն պատմությունը ստանում է նոր երանգ։ Կյանքի ամենադժվար պահերին էլ մարդը պետք է շարունակի առաջ նայել։ Դիեզերքը լսում է այդ մեր ցանկությունները եւ լավ ուղարկում է։ Երբ որ շատ ենք դժգոհում, շատ ենք նվնվում, բան, դա էլ անում է էլի։ Դրամայի գործողությունները ծավալվում են մետրոյի լքված կայարանում, որտեղ մի աղջիկ տարբեր տարիներին տարբեր անուններով անցնում է կյանքի բարդ ուղին, պայքարելով իր ճակատագրի դեմ։ Իսկ կյանքի փորձը միշտ հիշեցնում է, եթե ինչ-որ բան ձեռքիցդ բաց ես թողնում, այն էլ երբեք չի վերադառնում։ Յուրաքանչյուր դրության ժամանակ թեկուզ լինես մխրճված, չգիտեմ, ճահճի մեջ, պետք է քո մեջ ուժ գտնես եւ վերածնվես։ Հույսը չկորցրած հերոսների ներկայությունը հիշեցնում է մարդն ուժ է ստանում ոչ միայն իր ներսից, այլև բարի խոսքից, կարեկցանքից, կողքին կանգնած մյուս մարդուց։ Ներկայացումը մարդկային ճակատագրերի մասին է, այնպիսի խեղված ճակատագրերի եւ ֆիզիկապես խեղված մարդու մասին, որին մարմնավորում եմ ես, եւ որն իր մեջ այդքան ուժ է գտնում, այդքան բարություն, այդքան համարձակություն, որպիսի այն խեղված ճակատագրերով մարդկանց կարողանա կանգնեցնել ճիշտ ուղու վրա։ Ներկայացման ավարտին դերասան Լևոն Հարությունյանն, ով 33 տարի առաջ մարմնավորել էր նույն պիեսի հերոսներից մեկին, նշեց, որ կրկին ապրեց իր անցյալը, համոզվելով, որ ներկայացման ասելիքը մշտապես արդիական է։ Դերասանական գժոր խելար խումբը իմ անցյալը փռեց ոտերիս տակ ու ես առաջի անգամ ափսոսացի իմ անցյալի վրով անցնեմ։ Սենց քիչ ներկայացումներ չլինելու պատճառով այսօր մարդը իր կուրսը գցել է, այսօր մարդու համար ամենաթանկ կուրսը դա դոլարի կուրսն է, բայց մենք մարդիկ մոռացել ենք, որ ամենամեծ կուրսը դա մարդու կուրսն է։ Նշենք, որ արդեն հոկտեմբերի 25-ին թատրոնը կբացի 160-րդ թատերաշրջանը տարբերվող նախաձեռնությամբ։ Ամփոփելու ենք այս ամենը արդեն հոկտեմբերի 25-ին, որը փոքր-ինչ ավանդական ձևաչափից տարբերվելու է եւ մեր գյումրեցի հանդիսատեսը եւ մայրաքաղաքի ժամանած մեր հանդիսատեսը մեր դերասաններին կտեսնի այլ ձևաչափով։ Մինչև տարեվերջ կլինեն եւս 2 առաջնախաղեր, 160-րդ թատերաշրջանը բացառիկ կլինի թե թատրոնի, թե թատերասեր հասարակության համար։ Շնորհակալ եմ, որ սիրում եք թատրոնը։ Աստղիկ Խաչատրյան, Հրաց Սահակյան, այսօր։